Մեր այսօրվա զրույցի թեման լույսը եւ լուսային տեխնոլոգիաները մեր կյանքում։ Ինչպես գիտեք, ՄԱԿ-ը հռչակել է 2025-ը քվանտային գիտության եւ տեխնոլոգիաների տարի, եւ դրա հետ կապված պետք է հասկանալ, թե ինչպես է այդ ամեն ինչը մտնում մեր կյանք եւ դրա հիմքում լույսն է եւ լուսային տեխնոլոգիաները։ Դրա համար փորձենք վերլուծել, թե ինչ նշանակություն ունի լույսը, լուսային տեխնոլոգիաները, մասնավորապես լազերային տեխնոլոգիաները քվանտային գիտության եւ տեխնոլոգիաների համար։ Մի փոքր պատմական ակնարկ։ Օպտիկան կամ լույսի մասին գիտությունը թերևս ամենահին գիտություններից է եւ դրա պատճառը հասկանալի է, քանի որ մարդը իր հասանելի տեղեկատվության զգալի մասը 70-80% ստանում է աչքերի միջոցով, այսինքն լուսային ազդանշանները, որ գրանցում է ուղեղը, դա հիմքն է այն տեղեկատվության, որ մենք ստանում ենք արտաքին աշխարհի մասին։ Այստեղ ես պետք է մի նկատառում նշեմ, որ ցանկացած գիտություն իր հիմքում ունի այն գործիքակազմը, որը մենք կարող ենք օգտագործել արտաքին աշխարհի հետ շփվելու համար։ Երկար դարեր միակ գործիքը ըստ էության դա մարդու աչքն էր։ Եվ եթե մենք փորձենք հասկանալ, թե ինչպես էր զարգանում օպտիկան սկզբնական փուլում, պատկերացումները կթվան այսօր մի քիչ պրիմիտիվ, որը զարմանալի չէ, քանի որ կրկնում եմ, միակ գործիքը աչքն էր, եւ տարբեր գիտնականներ հին դարերի փորձում էին ինչ-որ կերպ տեսություն մշակել, թե ինչ բան է տեսողությունը, ինչպես ենք մենք ընկալում լուսային ազդանշանները։ Մի մասը ասում էին, որ ինչ-որ մասնիկներ են դուրս գալիս աչքերից, անդրադառնում են ինչ-որ առարկաներից, հետ են գալիս եւ մենք ինչ-որ կերպ դա տեսնում ենք։ Մյուսները ասում էին, որ ցանկացած առարկա առաքում է ինչ-որ մասնիկներ, որոնք մտնելով աչքի մեջ բերում են այդ ազդանշանները։ Ժամանակի ընթացքում հիմնականում միջնադարում արդեն աչքը դադարեց լինել միակ գործիքը, ստեղծվեց ապակին, մշակվեց ապակե իրերի ստացման տեխնոլոգիաները, սարքվեցին ոսպնյակներ, պրիզմաներ, այլ ապակե տարրեր, հետագայում մանրադիտակ, հեռադիտակ եւ այլն, եւ փաստորեն արդեն մի քիչ ավելի լայն հնարավորություն ընձեռվեց մարդկությանը հասկանալու լույսի էությունը։ 17-18-րդ դարերին արդեն ձևավորվեցին երկու տեսություններ։ Մեկը դա լույսի ալիքային տեսությունն էր, այսինքն որի հիմքում կանգնած էր հոլանդացի գիտնական Հյուգենսը, մյուսը մասնիկային տեսությունը, որի հիմնադիրներից էր մեզ հայտնի Իսահակ Նյուտոնը։ Եվ այդ երկու տեսությունները փորձում էին վերլուծելով առկա փորձարարական փաստերը մեկնաբանել լույսի էությունը։ Ալիքային տեսությունը, որը հետագայում զարգացվեց նաև Ֆրենելի կողմից, բավականին նշանակալի արդյունքների հասավ, այսինքն բացատրելու այն երևույթները, որոնք արդեն կարելի էր գործիքներով, առկա գործիքներով չափել, մասնավորապես ինտերֆերենսը, դիֆրակցիան եւ այլն։ Զուգահեռաբար զարգացող մասնիկային տեսությունը փաստորեն նույն երևույթները ներկայացնում էր մի քիչ այլ մոտեցումներով, ինչպես օրինակ այդ լույսի մասնիկները պտտվում են, այդ պտույտը բերում է ինչ-որ ինտերֆերենցիոն երևույթների եւ այլն։ 19-րդ դարում արդեն ես չեմ ուզում շատ մտնել այդ պատմական ակնարկի մեջ, գերիշխող դարձավ լույսի ալիքային տեսությունը։ Տեսեք, խնդիրը որն էր այդ տեսությունների հիմնավորման։ Եթե մենք ասում ենք ալիք եւ դա փաստորեն օգտագործում էին այդ փաստարկը մասնիկային տեսության ջատագովները, ալիքը մենք գիտենք ինչ բան է ալիք, օրինակ եթե դուք քար եք գցում ջրի մակերևույթի վրա, տեսնում եք տարածվող ալիքներ։ Լույսը տարածվում է նաեւ անոտ տարածության մեջ, եւ եթե դա ալիքային բնույթ ունի, անդիմադիրները այդ տեսության ասում էին, իսկ ինչպես կարող է այդ լույսը տարածվել անոտ տարածության մեջ, որտեղ մենք դատարկություն ունենք, որևէ նյութական միջավայր չկա, որի միջով կարող է տարածվել ալիքը, եւ դա հիմնական փաստարկներից մեկն էր։ 19-րդ դարին փաստորեն անգլիացի գիտնական Մաքսվելը իմի բերելով
եղած տեսությունները, օրենքները, Գաուսի օրենքը, Գաուսի մագնիսականության օրենքը, ամպերի օրենքը, Ֆարադեի օրենքը դուրս բերեց մասնակի դիֆերենցիալ հավասարումների համակարգ, որը նախ ցույց էր տալիս էլեկտրամագնիսական ալիքի բնույթը, այսինքն հիմնարար խնդիրը եւ հայտնաբերումը Մաքսվելին էր, որ տարածության եւ ժամանակի մեջ փոփոխվող էլեկտրական դաշտը կարող է ստեղծել մագնիսական դաշտ, իսկ համապատասխանաբար հակառակը փոփոխվող մագնիսական դաշտը առաջացնում է էլեկտրական դաշտ եւ փաստորեն ամրապնդվեց նաեւ լույսի էլեկտրամագնիսական բնույթը։ Այդ տեսությունը Մաքսվելի եւ դիֆերենցիալ հավասարումները Մաքսվելի կողմից դուրս բերված, համալրված այսպես կոչված նյութական հավասարումներով երկար տարիներ հանդիսացան օպտիկայի հիմքը եւ պետք է ասել, որ չնայած հետագա զարգացումներին այդ տեսությունը մինչ այսօր լայնորեն կիրառվում է։ Տեսությունը կարելի է օգտագործել լույսի եւ միջավայրով տարածվող լույսի բնութագրերը կամ միջավայրի բնութագրերը, լույսի բնութագրերը որոշելու համար միջավայրը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես ինչ-որ միջինացված համակարգ, այսինքն մենք չենք խորանում, եթե լույսը անցնում է ապակով, ապակին որպես հոծ մարմին ինքը իրեն վերագրվում են ինչ-որ բնութագրեր, օրինակ Բեկման ցուցիչ, ինչքանով է լույսը նվազեցնում իր արագությունը անցնելով այդ ապակու միջով։ Մենք տարային երևույթները այստեղ անտեսում ենք, մենք չենք նայում, թե ինչ է տեղի ունենում միկրոմակարդակի վրա եւ վերագրում ենք նյութին ինչ-որ մակրոսկոպիկ ընդհանրացրած հատկություններ, կլանման գործակից, Բեկման ցուցիչ եւ այլն։ Ինչպես ասացի, գործիքակազմն է որոշում գիտության զարգացումը եւ ստեղծվեցին նոր գործիքներ ընթացքում, օրինակ սպեկտրալ բաղադրությունը ճառագայթման որոշող գործիքներ, որոնք թույլ տվեցին ի հայտ բերել այնպիսի երևույթներ, որոնք եղած տեսությունը չէր կարող բացատրել։ Այդ երևույթներից ես բերեմ մի քանիսը, ամենաըմբռնելի հասկանալի օրինակն է, օրինակ, երբ որ գիտնականները սկսեցին վերլուծել աստղերից եկած լույսի բաղադրությունը ըստ ալիքի երկարությունների, օգտագործելով օրինակ պրիզման որպես սպեկտրալ բաղադրիչ սարք, տեսան, որ բաշխումը հոծ չէ, կան ինչ-որ ընդհատ նեղ գծեր, շատ նեղ գծեր այդ սպեկտրի մեջ, որը ըստ էության եղած տեսությունը բացատրել չէր կարող։ Մյուս երևույթը, որպես օրինակ, դա ֆոտոէֆեկտի երևույթն է, երբ որ մակերևույթի վրա ընկած լույսը առաքում է, փաստորեն ստիմուլացնում է ինչ-որ մասնիկների, լիցքավորված մասնիկների էլեկտրոնների օրինակ առաքում, եւ դա նույնպես չէր տեղավորվում եղած պատկերացումների մեջ։ Փաստորեն մի քանի նման նոր հայտնաբերված երևույթներ դրդեցին գիտնականներին ավելի խորանալու լույսի եւ նյութի փոխազդեցության երևույթների մեջ, լույսի բնույթը իհայտ բերելու, նյութի տարային բնույթը եւ այլն։ Եվ 20-րդ դարի, կարելի ասել քվանտային գիտության եւ տեխնոլոգիաների 100-ամյակը կապված է հենց քվանտային գիտության հիմնադրման 100-ամյակի հետ։ Կրկին ես չեմ ուզում անդրադառնալ պատմական դրվագներին կամ հիմքում կանգնած գիտնականների անուններին, բայց կարևորը նա էր, որ պարզվեց, որ ալիքային տեսությունը ինքնին ի վիճակի չէ ադեկվատ կերպով բացատրել այն երևույթները, որոնք նոր երևույթները, որոնք արդեն գրանցվում էին փորձերում։ Այստեղ արդեն եկավ բնականon երևույթ, երբ որ հիշեցին, որ կա նաև մասնիկային տեսություն, եւ այդ երկու տեսությունները փաստորեն ինչ որ չափով համադրելով մարդկությունը եկավ քվանտային գիտության գաղափարներին։ Ես ասեմ մոտավորապես մի քիչ հասկանալի լեզվով, իդեպ, երբ որ մենք խոսում ենք քվանտային գիտության մասին, հատկապես քվանտային տեխնոլոգիաների, ի տարբերություն ժամանակակից այլ գերակա ուղղությունների, ինչպիսիք են օրինակ նանոտեխնոլոգիան, արհեստական բանականությունը եւ այլն, ըմբռնել, ընկալել ինտուիտիվ մակարդակով քվանտային երևույթները դա շատ բարդ խնդիր է
եւ նույնիսկ գիտնականները մինչեւ վերջ չեն կարող հասկանալի տերմիններով կամ հասկանալի ըմբռնումներով ներկայացնել այդ երևույթները, բայց փորձենք մի քիչ բարձրացած մոտեցումներով ասել, թե ինչ բան է փաստորեն քվանտային տեսությունը։ Դա դրսևորվում է այն ժամանակ, երբ որ մենք փաստորեն գնում ենք փոքրաչափ օբյեկտների, օրինակ ենթադրենք այս սեղանը սա ապակի է կամ օդը, որ մենք շնչում ենք, մենք ասում ենք, որ սա օդ է, ունի ինչ-որ խտություն, ունի ինչ-որ տեսակարար զանգված եւ այլն։ Բայց եթե մենք փորձենք մի քիչ մտնել, փոքրացնել մասշտաբը եւ հասկանալ, թե ինչ օրինակ օդի ծավալը մի խորանարդ մետրից անցնենք խորանարդ սանտիմետրի, խորանարդ միլիմետրի, խորանարդ միկրոմետրի եւ այլն, մենք կտեսնենք, որ օդը բաղկացած է մոլեկուլներից։ Դրանք տարական մասնիկներ են, այսինքն մենք գալիս ենք միկրոչափական եւ նանոչափական, այսինքն շատ փոքր տարական բաղադրության օբյեկտների, որոնք են օրինակ ատոմները, մոլեկուլները, իոնները, էլեկտրոնները, սուբատոմային մասնիկները եւ այլն։ Եվ պարզվում է, որ երբ որ մենք անցնում ենք մակրոսկոպիկ, այսինքն տարածական մեծաչափ օբյեկտներից միկրոսկոպիկ իմ թվարկած օբյեկտներին, դրանց բնութագրերը էապես փոխվում են։ Որպես օրինակ, եթե մենք վերցնենք օրինակ այս բաժակը եւ բարձրացնենք սեղանի վրա, մենք եթե ես հիմա բաց թողեմ այս բաժակը, ինքը կընկնի ու ինչ որ էներգիա, կինետիկ էներգիա կստանա, կջարդի այս սեղանը եւ այլն։ Եթե ես ավելի բարձր բարձրացնեմ, ինչքան բարձր բարձրացնեմ, այնքան այս բաժակի պոտենցիալ էներգիան գրավիտացիոն դաշտում մեծանում է եւ կինետիկ էներգիան ձեռք բերված ավելի մեծ կլինի։ Սա անընդհատ process է։ Ես ինչքան բարձրացնեմ, այդքան ավելի մեծ պոտենցիալ էներգիա մենք կունենանք։ Պարզվում է, որ քվանտային աշխարհում այդպես չէ։ Մենք գալիս ենք այստեղ առաջի անհասկանալի, անըմբռնելի երևույթին, երբ որ պարզվում է, որ մասնիկը կարող է ունենալ ընդհատ էներգիայի արժեքներ։ Օրինակ, այս բարձրության վրա կարող է, այս բարձրության վրա կարող է, բայց միջանկյալ բարձրության վրա չի կարող։ Դա նշանակում է, որ մենք ունենք քվանտացված, այսինքն ընդհատ առանձնացված էներգիական վիճակներ։ Հիմնական վիճակը դա այն վիճակն է, որտեղ հիմնականում մասնիկը գտնվում է, եթե չկա այլ ուժ կամ այլ էներգիա, որը իրեն կարող է տեղափոխել այլ թույլատրված մակարդակներ, բայց եթե մենք կիրառենք այնքան էներգիա, որը համապատասխանում է այս երկու էներգիաների տարբերությանը, ապա մենք կարող ենք տեղափոխել մասնիկը մի աստիճան վերև։ Եվ հետաքրքիր է նա, այստեղ մենք գալիս ենք այդ գաղափարին, թե ինչն է կապում նյութի եւ լույսի հատկությունները։ Եթե միկրոմասնիկը ունի ընդհատ էներգիական մակարդակներ, ապա լույսը, որը նույնպես, ինչպես ասացի, դա քվանտացված, փաստորեն դա դուալիզմի ենթակա մասնիկ է, ինքը ունի թե մասնիկի, թե ալիքի հատկություններ, եւ եթե ալիքի երկարությունը այսպես կոչված բորի հաճախությունների սկզբունքով համապատասխանում է այս երկու էներգիական վիճակների տարբերությանը, ապա մենք կստանանք անցում այս մակարդակից մյուսին։ Հակառակը, երբ որ մասնիկը վերջին հաշվով ինքը չի կարող միշտ մնալ, չնայած սա թույլատրված վիճակ է, բայց այս վիճակում կյանքի տևողությունը սահմանափակ է, շուտ թե ուշ ինքը պետք է իջնի իր հիմնական ավելի կոմֆորտային վիճակ եւ այդ անցման ընթացքում ինքը կառակի ֆոտոն, որի էներգիան հավասար է ուղիղ հենց այս էներգիական մակարդակների տարբերությանը։ Սա ուրեմն այդ քվանտային լույսի եւ նյութի քվանտային փոխազդեցության հիմքերից է։ Նման էներգիական վիճակներ շատ են, բազմաթիվ են, դա կախված է մեր տարական մասնիկի բնույթից, բնութագրերից եւ այլն։ Փաստորեն ստացվում է, որ լույսը դա այն լեզուն է, որով մենք կարող ենք խոսել միկրոաշխարհի հետ։ Ըստ որում մի նկատառում եւս շատ դժվար է չափել ուղղակիորեն մասնիկի էներգիան տվյալ վիճակում, բայց ունենալով լույս մենք կարող ենք
գրանցել տարբերությունը այս երկու մակարդակների եւ դրանով եզրակացնել նյութի հատկությունների մասին ինչ որ փաստորեն տվյալներ կորզել։ Սա ուրեմն այն ինչ որ մենք ունենք քվանտային տեխնոլոգիաների հիմքում, բարձրացած մոտեցումներով։ Փոքր անդրադարձ թե ինչ բան է քվանտային տեխնոլոգիաները եւ մենք նորից կվերադառնանք ուրեմն այդ էլեմենտար ակտերին, լույսի կլանման, առաքման եւ այլն։ Քվանտային տեխնոլոգիաները, ինչպես մենք հասկացանք, գործ ունեն այդ միկրոաշխարհի մասնիկների, փոխազդեցությունների, էլեկտրամագնիսական ալիքի հետ փոխազդեցությունների քվանտացված եւ այլն այդ process-ների հետ։ Քվանտային տեխնոլոգիաները այսօր ընդունված տերմինաբանությամբ կամ ընդունված մոտեցումներով կարելի է տարանջատել մի քանի տեսակի։ Առաջինը դա քվանտային հաշվարկներն են։ Քվանտային համակարգիչ, երևի շատերը լսել են դրա մասին, նույնիսկ արդեն քվանտային համակարգիչների օրինակներ ստեղծվում են, նույնիսկ արդյունաբերական արտադրություն կա։ Այստեղ ինչն է էական։ Կրկին մի փոքր մենք հասկանանք, թե ինչ բան է քվանտային տեխնոլոգիաները եւ նորից կանդրադառնանք մեր միկրոաշխարհին։ Դասական համակարգիչների հաշվարկային համակարգում օգտագործում են էլեմենտար բիտերը։ Բիտ դա 0-1 հաշվարկային համակարգն է։ Բոլոր համակարգիչները այսօր գոյություն ունեցող էլեկտրոնային բաղադրիչների վրա հիմնված օգտագործում են որպես ինֆորմացիայի միավոր այդ բիտը, այսինքն երկվիճակ համակարգը։ Ինքը կարող է լինել 0 վիճակում կամ 1 վիճակում։ Ինչ բան է քվանտային համակարգիչը, այստեղ հետաքրքիր է, որ մենք գործ ունենք ոչ թե սովորական բիտերի հետ, այլ այսպես կոչված քվանտային բիտերի հետ կամ քյուբիտերի հետ։ Քյուբիտը ի տարբերություն սովորական բիտի, այստեղ նույնպես ինտուիտիվ դժվար ընկալվող բան պետք է ասեմ, որ քյուբիտը կարող է լինել միաժամանակ համ 0 վիճակում, համ 1 վիճակում։ Ինչ որ հավանականությունների կիրառմամբ։ Ինչի է դա բերում առանց խորանալու երևույթի էության մեջ։ Դա բերում է նրան, որ մենք ունենալով ոչ թե երկու վիճակ, այլ բազմաթիվ վիճակներ, կարող ենք ավելի արագ զուգահեռացնել մեր հաշվարկները եւ ունենալ ավելի մեծ ծավալի հաշվարկներ 1 բիտի համար։ Սա ուրեմն հիմնական սկզբունքներից մեկն է քվանտային հաշվարկների, որը հիմնված է քվանտային ինտերֆերենցիայի կամ քվանտային վերադրման սկզբունքի վրա։ Դրան մենք կանդրադառնանք մի քիչ հետո։ Երկրորդ տեխնոլոգիան դա քվանտային հաղորդակցությունն է։ Քվանտային հաղորդակցություն կամ հեռահաղորդակցությունը էապես տարբերվում է այսօր կիրառվող հեռահաղորդակցությունից եւ հիմնական տարբերությունը, սկզբունքային տարբերությունը նա է, որ օրինակ դա կարող է լինել բացարձակ գաղտնագրված, այսինքն որևէ ինֆորմացիայի կորուստ փոխանցման ընթացքում կարելի է բացառել։ Դա կապված է մեկ այլ քվանտային երևույթի հետ, որը կոչվում է խճճվածություն կամ quantum entanglement անգլերեն։ Ինչ բան է խճճվածությունը, դա նույնպես դժվար ընկալելի երևույթ է, որի մասին մենք կփորձենք մի քիչ ավելի པարզ հետագայում վերլուծել ու հասկանալ։ Երրորդ եւ չորրորդ ուղղություններն են դա քվանտային տվիչները, սենսորները, այսինքն այն ինֆորմացիա գրանցող սարքերը, որոնք մեզ թույլ են տալիս ստանալ աննախադեպ ճշտություն, եւ քվանտային սիմուլյացիաները կամ քվանտային մոդելավորումը, որը նույնպես ընձեռում է մեզ լայն հնարավորություններ։ Եկեք այսօր սահմանափակենք այս ակնարկով եւ հետագայում փորձենք մի քիչ ավելի խորը մտնել այդ քվանտային process-ների մեջ, հասկանալու թե ինչ բան է քվանտային վերադրումը, քվանտային խճճվածությունը, նաև կա քվանտային թունելավորում, որը օրինակ այդ տվիչների աշխատանքի հիմքում կարող է ընկած լինել։